Ամառը սկսված է եւ շատ ու շատ ծնողներ մտածում են, թե ինչպես են իրենց երեխաների օրը լցնելու, ինչպես են զբաղեցնելու իրենց երեխաներին։ Մենք ունենք հրաշալի հյուրեր, ում հետ զրուցելու ենք հենց այս թեմայով։ Ամառային դպրոցը հրաշալի այլընտրանք է դպրոցականների տանը մնալու տարատեսակ գadgetներով զբաղվելուն արձակուրդների շրջանում։ Առաջարկները շատ են, բայց այսօր կպատմենք Կատալիստ ակադեմիայի մասին, թե ինչ է Կատալիստ ալյանսը ու ինչով է այն տարբերվում մյուս բոլոր կրթական հաստատություններից։ Մեր տաղավարում կզրուցենք Արտակ Խաչատրյանի, Մարիա Հարեյանի եւ Հասմիկ Գրիգորյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ ես երեխաների կողմից եմ ուզում ելույթ ունենամ սկզբից։ Ես որպես ծնող, դուք որպես երեխա։ Այո։ Իսկ պետք չէ որ երեխաները հանգստանան վերջը։ Պետք չի գոր։ Okay։ Ստացա պատասխան։ Լավ է պատասխանը։ Դե սկսեք թե ինչու պետք չէ։ Եվ ինչ ալտերնատիվա է փաստորեն։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար ձեր տաղավարում։ Ձեզ մոդելը շատ հետաքրքիր ամառ։ Մենք էլ ենք մեր ամառը բերել ու պատմենք թե ինչպես ենք իրականացնում մեր կրթական ծրագիրը։ Կատալիստ ակադեմիան 8-ից 18 տարեկան պատանիների զարգացման ակադեմիա է, որն առաջարկում է հետաքրքիր ծրագրեր, բազմաբովանդակ, որը մղում է երեխաներին զարգացնել իրենց հմտությունները անձնական եւ մասնագիտական կյանքում։ Ինչպես արդեն նշեցիք, ամառային ծրագիրը մեր ծրագրերից մեկն է, որը կոչվում է ամենախենթ ամառը։ Դա էլ է նախատեսված հենց 8-ից 18 տարեկան։ Crazy summer, հա։ The craziest summer։ Ամենախենթ։ Եվ ձեր հարցինի պատասխան, ինչպես ենք մենք կարողանում ժամանցը կրթության հետ համատեղել, իրականում ամռանը պետք է հանգստանալ։ Եվ ամառ այն ժամանակահատվածն է, երբ երեխաների մոտ արթնանում են հետաքրքիր գաղափարներ, կրեատիվություն, որովհետև առհասարակ մեր ստեղծարությունը եւ կրեատիվությունը արթնանում այն ժամանակ, երբ մենք մի փոքր ավելի հանգիստ ենք։ Այո։ Երբ որ անընդհատ ծանոբեռնված զբաղված գրաֆիկի մեջ ենք, մեզ մոտ այդքան էլ չի ստացվում։ Դրա համար մենք ամենախենթ ամռանը ծրագրի շրջանակում այնպես ենք անում, որ կրթական process-ը խաղաֆիկացնենք։ Այսինքն խաղերի միջոցով, պրակտիկ վարժությունների եւ մեթոդների միջոցով այնպես ենք անում եւ օր այնպես ենք հագեցնում երեխաների համար, որ նրանք կարողանան լավագույնս խաղել։ Так, ասանելու։ Ասեմ, դուք շնորհակալություն։ Այ ասում եք այնպես ենք Ծնողների անում։ կողմից։ Կխնդրեմ ծնողների կողմից երկու հարց, երեխաները հիմա թող լսեն ծնողներին։ Կխնդրեմ օրինակ մի երկու օրինակ մեզ որպես խաղային կանոն կամ խաղը ինչպես ուսուցողականի հետ միասին համատեղեն մի քանի բան մեզ պատմեք։ Ես որպես ծնող ամենայն հետաքրքրությամբ ուզում եմ լսել։ Նախ առաջինը հասկանանք մեր ծրագրի հիմնական ուղղությունները։ Ամենախենթ ամռանը ծրագրի շրջանակում 4 ուղղություն է։ Անձնային աճը յուրաքանչյուրիս պետք է անկախ մեր մասնագիտությունից կամ կարողություններից։ Դա մեզ օգնում է ավելի զարգանալ։ Օրինակ թեմաներ բերեմ, հա ինքնաճանաչում, ինքնակառավարում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ստեղծարարություն, քննադատական մտածողություն եւ այլն։ Այսինքն անկախ մեր մասնագիտական ունակություններից կամ ապագա տեսլականից յուրաքանչյուրիս պետք է։ Հաջորդը արդեն մեր ծրագրի բիզնեսն է։ Ինչ ասելա բիզնես։ Բիզնես ասելով ինչ ենք հասկանում։ Եթե մենք վերլուծենք բիզնեսի կոմպոնենտները առանձին բաժիններով, դա եւս մի խթան է պատանիների մոտ զարգացնելու յուրատեսակ հմտություններ, խնդիրներ լուծելու, որոշումներ կայացնելու։ Սրանք եւ վերլուծական տաղանդի իհարկե։ Եվ ի վերջո։ Այո, իհարկե աշխատելու եւ հիմա մենք անընդհատ հետազոտությունները անելով տեսնում ենք, որ ժամանակակից աշխարհը, աշխատաշուկան ինչ կառուցվածք ունի, հա, նրանց հիմա անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որ խնդիրներ լուծեն եւ որոշումներ կայացնեն։ Լիդերներ։ Առաջնորդներ նաեւ, արդեն դրա գալիս է դրան եւ մեր ակադեմիան հենց առաջնորդների ակադեմիա է։ Ինձ թվում է էլի փոխտնօրեն Կատալիստ ենք։ Ինձ թվում է։ Բայց գիտես ծրագիրը շատ դուր եկավ։ Դրա համար շատ ինչպես նկատեցի շատ հետաքրքրված եմ։ Ես խաղի մեջ եմ ես անում։ Երևի ես բաղբանից գնամ, գիտես, մի քիչ տարիքս չի համապատասխանում։ Բայց չափերս համապատասխանում են մինչև 14 տարեկան երեխաների։ Երրորդ կոմպոնենտը մեզ մոտ համակարգչային գրագիտությունն է։ Ինչ խնդիր ենք տեսնում իրականում։ Երեխաները հեռախոսների մեջ շատ են, էկրանային կախվածության խնդիր եւս մենք լուծում ենք։ Եվ երբ որ երեխային նստացնում ենք համակարգչի առջև եւ ասում ենք ինչ որ գործողություն արա, նա մեծ մասը իրականում չեն կարողանում։ Մեզ թվում է, որ հիմա ժամանակակից պատանիները սերունդը զարգացած են, օքեյ, համաձայն եմ, զարգացած են, բայց հեռախոսային էկրանային կախվածությունը նրանց մի փոքր հեռու է մղում համակարգիչներից, որովհետեւ հիմա էլի կրկնեմ աշխատաշուկայում համակարգչային գրագիտություն ասվածը շատ կարեւոր է։ Կան ինչ որ ծրագրեր կամ թեկուզ տարական, հա,
գործողություններ, որ նրանց անհրաժեշտ է։ Եվ սրա հետ մեկտեղ նաև ծրագրավորման բազային գիտելիքներ ենք մենք ուսուցանում պատանիներին, սա պարտադիր չի նրանք այդ գծով շարունակեն։ Պարտադիր է ուղղակիորեն հասկանալ process-ը։ Okay, հիմա ես երեխաների կողմից, քանիսին պետք է արթնանան երեխաները, ուր են գնում։ Եվ պետք է քնեն։ Այո, եւ ինչ է կատարվում առհասարակ։ Մեծերը հասկացան, որ ուրախ են եւ երջանիկ։ Իսկ երեխաների կողմից ինչ կասեք։ Երեխաները եւս շատ երջանիկ են, քանի որ մենք ստեղծել ենք այնպիսի միջավայր Կատալիստ ակադեմիայում, որ իրենք պարզապես գալիս են եւ չեն ցանկանում գնալ։ Դա ինչ որ վայր է, այգի է, սեփական տուն է, բասեին ունեք, չունեք, ինչ է դա։ Բասեին ունենք մտադրություն իրականում, բայց այգու մասով կարող եմ ասել։ Երեխաները եւ ծնողները միացան։ Այո, եւ այո, տարածքը իսկապես շատ մտածված է ընտրված։ Երևանում է գտնվում, Քանաքեր Զեյթուն համայնքում։ Դա սեփական տուն է։ Այո, որը ունի մեծ հսկայական այգի, տարածք, որտեղ երեխաները բակային խաղեր, հիանալի սպորտային միջոցառումներ են իրականացնում եւ մեր ինտելեկտուալ խաղերը նաեւ բացօթյա միջավայրում, քանի որ շատ հանգիստ է, անաղմուկ է եւ դա շատ կարեւոր է կրթական միջավայրում։ Առավոտյան գալիս են բալիկները եւ երեկոյան գնում են տուն։ Եվ երեկոյան գնում են։ Հստակ սահմանված ժամեր կան, մենք նաեւ ըստ տարիքային շեմի ենք երեխաներին տարանջատում, այսինքն մի քանի խմբեր են այժմ եւ յուրաքանչյուր մասնագետ հստակ ժամային գրաֆիկով աշխատում է երեխաների հետ։ Իսկ տարիքային բաժանում կա խմբերի, Այո, 8-ից 11, 12-ից 14 եւ 15-ից 18, քանի որ 8-ից 18 տարեկան պատանիների հետ ենք աշխատում։ 15-ից 18, ինչ հետաքրքիր է, նաեւ այսինքն այսինքն մեծ մարդիկ էր որտեղ։ Այսինքն ես է կարող եմ գնալ։ Դու կարող ես գնալ, ասել որ ես 17 տարեկան։ Մենք դա սիրով կընդունենք։ Հա, տեսնում եք։ Լավ, մի հարց։ Ամառային արձակուրդները մեզ բոլորիս մոտ տպավորված է, որ դպրոցում միշտ տալիս են բավականին շատ այսպես գրքեր, որոնք պետք է կարդալ, տետրեր, որոնք պետք է պարտադիր լրացվեն։ Եվ սա ծնողների մոտ եւս մեկ խնդիր է, որ եթե ընտրում ես ամառային դպրոց, իհարկե միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ այս դարում այլևս ամառային դպրոցը չի կարող լինել այդպես սովորեցնող, պետք է պարտադիր լինեն բոլոր կանոնները, որոնք դուք նշեցիք, բայց նաեւ դպրոցը պահանջում է, որ երեխաները սեպտեմբերին գնան այդ բոլոր այսպես լրացրած տետրերով եւ կարդացած գրքերով։ Այս խնդիրը նույնպես լուծվում է ձեզ մոտ։ Մեզ մոտ մենք ընդհանուր մոտիվացիան ենք երեխաների բարձրացնում։ Մեզ մոտ առհասարակ տնային աշխատանքներ չկան, բայց մենք անպայման խրախուսում ենք, որպեսզի երեխաները դպրոցից ստացված հանձնարարությունները կատարեն, քանի որ մենք իրենց մեջ սերմանում ենք առաջին հերթին սեր դեպի կրթություն։ Երեխաները սիրով են լցվում եւ հասկանում են, որ եթե այժմ իրենք ժամանակ են ծախսում, դա իրականում ծախսել չէ կրթության վրա, իրենք ժամանակը շահում են։ Ես մշտապես մեր ուսանողներին դա ասում եմ, քանի որ մենք դառնում ենք ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ եւ մենք շահում ենք բազմաթիվ տարիներ եւ ժամանակ, որովհետեւ այն հմտությունները, որոնք դու կարողանում ես իրագործել քո կյանքում շատ լավ կերպով, դա քեզ տալիս է հաջողություններ եւ Կատալիստ ակադեմիայում երեխաները սկսում են իրենց հաջողության ճանապարհը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ ներկայիս սերունդը հասկանա ինչպես հասնել հաջողության եւ այդ իսկ պատճառով մեր ակադեմիայում մենք համակարգային ենք ուսուցումը տալիս, այսինքն ինչ որ առանձին կտորների բաժանված չէ։ Մենք հասկանում ենք Այո, այսինքն տեսեք բոլոր ժամանակակից ուղղությունները, որոնք ներկայիս ժամանակում պայման են հաջողության հասնելու համար, երեխաները ստանում են։ Ինչն է անձնային աճ, բիզնես, IT եւ անգլերեն, նաեւ անգլերենի կտոր ունենք։ Լավ, եկեք երեխային հարցենք վերջը։ Սա քո առաջին ամառային, այսպես ասած, փորձն է, թե ունեցել ես արդեն անցյալ ամառորը։ Ունեցել եմ ամառային արձակուրդների փորձ, որ գնացել եմ որևէ ճամբարներ ուրիշ եւ այլ այդպես ծրագրերի, բայց ասեմ, որ Կատալիստ ակադեմիան ամենախենթն է եղել, որտեղ եւ դու սովորել ես եւ հիմա ես արդեն ակադեմիա անդամ դարձել։ Այո։ Այսինքն Դուք քանի տարեկան եք? 12 օր է, հա։ 14։ 12 օր արդեն խենթացել ես։ Եվ ավելի, Հասմիկը մասնակցել է ամենախենթ ամռանային ծրագրին 2024 թվականին։ Այո, աստիճանել ունի Հասմիկը։ Ասա որևիցե առարկա կամ որևիցե խաղ, որը որ քեզ մոտ ամենատպավորիչն է, կամ ինչ-որ մի Կամ ինչ բացահայտեցիր դու քեզ համար, ոնց փոխվեցիր։ Ես բացահայտեցի, որ կարողանում եմ ավելի ազատ բանակցել ուրիշ մարդկանց հետ եւ ես կարողանում եմ լիդերի դեր խաղալ եւ կառավարել ուրիշ մարդկանց տանել դեպի ճիշտ ուղի։ Կարողանում եմ իմ ժամանակը կառավարել ճիշտ եւ ապա արդեն Իսկ որտեղ է սովորում ոչ ամռանը։ Դա հասարակ դպրոց է, թե ինչ որ
ուղղվածություն ունեցող։ Ուղղվածություն չի, սովորական պետական դպրոց։ Սովորական պետական դպրոցում։ Ահա։ Լավ, ես եւ Գոռը առաջարկում ենք գնալ դիտել Գովազ, որովհետեւ մենք առանց Գովազի ուղղակի չենք կարող օդում կախեմ հարցը, որ Գովազն հետո վերադառնանք եւ արդյոք մեր ազգին այդքան առաջնորդներ են պետք, այդքան լիդերներ, չէ՞ որ մենք էգոցենտրիկ ազգ ենք, ու առանց այն էլ կարծես թե յուրաքանչյուրը այդ վերմակը քաշում է իր վրա։ Այստեղ խնդրում եմ մի փոքր լռություն, մենք գնում ենք Գովազ վերադառնանք եւ պատասխանենք բոլոր հարցերին։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք Գովազդից եւ շարունակում ենք զրուցել ոչ թե համառային ճամբարի մասին, այլ համառային ծրագրի մասին, որովհետեւ ճամբարները, ինչպես մեզ բացատրեցին, տևում են 10-15 օր, 1 ամիս, իսկ սա երամսյա ծրագիր է, ամենախենթ ամառը եւ գլխավոր հերոսները այստեղ են եւ հարցը թե արդյոք մեր երկրին այդքան առաջնորդներ են պետք։ Սիրով պատասխանեմ, առաջնորդ ասելով մենք հասկանում ենք կատալիստին։ Հիմա մի փոքր անդրադառնանք։ Այո։ Քիմիական ռեակցիաները արագացնող երևույթն է, փոփոխություն առաջացնողն է։ Ինչպես արդեն նաև ասացինք, կատալիստներ մեզ բոլորիս, մեր հայրենիքին շատ են պետք եւ այսպեսի մի հետազոտություն ենք մենք իրականացրել։ Եթե մեր ամբողջ ազգի գոնե 2% լինեն իրական կատալիստներ, առաջնորդներ, որ մենք պատկերացնում ենք, մենք 23-24 տարի հետո կունենանք ամուր հիմքերի վրա կանգնած պետություն, այսինքն զարգացած տնտեսապես եւ այլն եւ այլն։ Եվ ձեր հարցինի պատասխան արդյոք մեզ պետք են առաջնորդներ, իրականում այո, մեզ պետք են իրական առաջնորդներ։ Պետք չի որ ազգի բոլոր ներկայացուցիչները լինեն առաջնորդներ, կլինեն հստակ մարդիկ, հստակ խմբերի գլխին կանգնած, ձևակերպեմ այսպես, որ նրանց հետևից գնան։ Եվ մենք սիրում ենք ասել, որ կատալիստ այն մարդը պետք է լինի, որ մենք ես անձամբ իմ գլուխը կա, փորձեմ իր հետևից շարժվել, որտեղ կատալիստը արժեքահեն է։ Այսինքն նա իր մեջ կրում է արժեքներ՝ ընտանիք, մշակույթ, հայրենիք, ծնողասիրություն, ինքնավստահություն, բարոյական էթիկական նկատառումներ եւ այլն։ Մենք կատալիստ ակադեմիայում ամառային ծրագրից բացի եւս մեր համակարգում ընկած է կատալիստի կերպարի ձևավորումը, այն մարդը, որը կրում է արժեքներ եւ նրան նայելով մենք բոլորս կցանկանանք լինել նրա պես։ Այ խոսեցիք արժեքներից։ Մենք շատ ենք առնչվում այն խնդիրների հետ, որ այս սերնդի երեխաները շատ ազատ են լինում եւ այդ ազատությունը կարծես թե շատ ժամանակ իր չափը դուրս է գալիս եւ վերածվում է մի ուրիշ երևույթի։ Այ ինչպես ենք նաեւ երեխաների մեջ ծերմանում այն բոլոր արժեքները, որոնք մենք մեր ընտանիքներից ենք ստանում, որոնք որ նաեւ մեր այսպես ազգի մեջ կա, հա, կարեւոր արժեքներ։ Ինչպես Մարիան նշեց, մեր գաղտնիքը միջավայրի ստեղծման մեջ է։ Բայց միայն կատալիստ ակադեմիայի միջավայրում այս հարցը չի լուծվում։ Եվ ինչպես դուք ասացիք, յուրաքանչյուր երեխա ինչ-որ մի ընտանիքից է դուրս գալիս տարբեր արժեքներով։ Եվ դրա համար մենք ծնողներին բերում ենք կրթական դաշտ։ Մեր համագործակցությունը եռակողմ է մեր երեխաների եւ ծնողների միջև, որովհետեւ մենք հասկանում ենք, ծնողները աշխատում են, զբաղված են, ժամանակ չունեն եւս, հա։ Եվ դրա համար մենք փորձում ենք եւ այնպես ենք անում, որ այդ եռակողմ համագործակցությունը, որ ես արդեն նշեցի, դա իր բաղձալի արդյունքները։ Ծնողների հետ սեմինարներ ենք անցկացնում, նրանց հետ անհատական մշտապես զրույցներ ենք իրականացնում, կարիքներն ենք հասկանում, որովհետեւ նաեւ հիմա երեխաների նախասիրություններ անընդհատ փոխվում են։ Ինչ որ մի հեռախոսային խաղ է դուրս գալիս կամ ինչ-որ մեծ իրադարձություն է տեղի ունենում, երեխաների մոտ տեսնում ենք վարքագծային կանոնների փոփոխություն։ Եվ մենք էլ անընդհատ ակադեմիայում պետք է մեր կրթական ծրագիրը թարմացնենք, ծնողների հետ աշխատանքը իրականացնենք, որպեսզի ունենանք այն կատալիստներին, որոնք անհրաժեշտ են մեզ։ Արդեն հունիսի 12-ն է եւ ամռան առաջին ամիսը կարծես թե հեսա հասարակացը կանցնի։ Կարող են հիմա գան դառնալ կատալիստայի մեծ ընտանիքի անդամ մարդիկ, թե ոչ, եւ ինչպես է դա տեղի ունենում, քննություններ են հանձնում, թեստավորում են անում, չգիտեմ, հոգեբանի հետ եք զրուցում։ Թե յուրաքանչյուրը կարող է դառնալ ձեր անդամը։ Եվ դառնալ ծրագրի անդամ։ Մեր դռները բաց են բոլորի առջև։ Եվ նշեմ, որ այո, հիմա էլ գրանցումները բաց են եւ մենք պատրաստ ենք ընդունելու այն մարդկանց, ովքեր իսկապես ուզում են փոխել իրենց կյանքը եւ դառնալ ապագա մեր առաջնորդները, ինչպես որ բացատրեց Արտակը։ Ինչ վերաբերում է մենք
հարցազրույցներով ենք իրականացնում ընդունելությունը։ Տեսեք, թեստավորում եւ այլն նմանատիպ բաներ, անգամ դպրոց բառը երեխաների մոտ ենթագիտակցորեն արդեն վախ է առաջացնում կամ անհանգստություն, հա, եւ հասկանալով այդ ամեն ինչը մենք նաեւ հոգեբանական տեսանկյունից այդ ամեն ինչը վերլուծել ենք եւ ծրագիր ենք ներդրել։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրում ենք զրույցի եւ մեր հարցազրույցը սովորական հարցազրույց չէ։ Առաջին հերթին մենք ծնողի ներկայությամբ ծանոթանում ենք մեր պատանու հետ, տալիս ենք հետաքրքիր հարցեր, որոնք պարունակում են տրամաբանություն, մի քիչ էլ հումոր, որպեսզի երեխան իրեն ազնացկա մեր միջավայրում եւ կարող եմ ասել մեծ ողջավորությամբ, որ նույնիսկ այն պատանիները, ովքեր եկել էին այնպիսի վախով, որ այս որտեղ ենք եկել, ինչ պետք է անենք եւ այլն։ Այսինքն ծնողներն են երևի։ Այո, կամ այո, ծնողների ցանկությամբ են եկել, այսինքն իրենց ներքին ցանկությունը դեռևս չի եկել, որ իրենք մասնակցեն ամառային ծրագրին, մեզ մոտից դուրս են գալիս ժպիտներով եւ իհարկե վերադառնում են ավելի մեծ ողջավորությամբ։ Հենց սրա մասին է խոսքը։ Իսկ արդյոք եղել են դեպքեր, երբ երեխայի զրույցից հետո հասկացել եք, որ նա չի կարող լինել ձեր անդամը։ Իրականում տեսեք, այնպեսի առաջնորդ է։ Այո, կամ ավելի այսպես աճը։ Այո, առաջարկեք նրան աշխատանք։ Իրականում տեսեք, մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրս սովորելու շատ բաներ ունենք, այսինքն սովորելու process-ը դպրոցով չի ավարտվում, համալսարանով չի ավարտվում։ Մեր կատալիստները հասկանում են եւ պատրաստ են հոգեբանորեն եւ ամեն տեսանկյունից, որ իրենք ամբողջ կյանքում պետք է սովորեն։ Մարդկային հարաբերություններ, գործնական աշխատանք, նույնիսկ ընտանեկան բոլոր միջավայրերում դու կարող ես քո այդ հմտությունները, որոնք ստացել ես կատալիստ ակադեմիայում, իրագործել։ Իսկ ինչ վերաբերում է հակառակ տեսանկյունից, ելի եմ նշում, մենք ցանկանում ենք կյանքեր փոխել, այդ իսկ պատճառով միշտ ընդունում ենք երեխաներին եւ իրականում արդեն երկկողմանի համագործակցությունից է կախված հետագա արդյունքները։ Այսինքն շարունակական կլինի թե ոչ, դա երկուստեք եւ իհարկե նաեւ ծնողների հետ է որոշվում։ Շատ բարի, վերջում ուզում եմ Հասմիկին դիմել եւ թող Հասմիկը դիմի իր հասակակիցներին եւ ասի, թե ինչու նրանք պետք է հասկանան, որ հերիք է բազմոց քշեն ամռանը, մտնեն գadgetների մեջ, այլ պետք է ծնողներն հենց հիմա ասել, որ կա այսպիսի շատ խենթ վայր, որտեղ որ երեխաներ իսկապես երջանիկ են։ Խնդրեմ։ Քանի որ ամառվա ընթացքում Ինձ մի համոզուի, երեխաներին։ Քանի որ ամառվա ընթացքում հիմնականում մենք մնում ենք տանը կամ էլ դուրս են գալիս եւ խաղեր ենք խաղում։ Բայց այդպես շատ բան չենք սովորում եւ չենք զարգացնում մեր հմտությունները, որոնք իրականում կարող են շատ լավ հետևանքներ ունենալ։ Ապա դրա համար կա կատալիստ ակադեմիան, որտեղ դու եւ խաղում ես, եւ սովորում ես, եւ անցկացնում ես քո ամառային արձակուրդները, շատ լավ։ Ես զարգացնում ես հմտությունները։ Ուրեմն ես բակ չեմ գնալու, էլ գadgetներից չեմ վերցնելու, գնալու եմ միանգամից կատալիստների ակում։ Մենք գործնագործ խաղում ենք։ Գործնագործ խաղ, պարաններ եք խաղում դուք։ Այո, ամեն ինչ, մենք բակային խաղերի, նույնիսկ ինտելեկտուալ այդպես խաղեր ունենք, որ երեխաները սովորում են։ Մանկական խաղը որ կա։ Որն է ձեր սիրածը։ Նո չգիտեմ, կարելի ասել թե չէ, էշ միլիցա, այսպես է կոչվում։ Ինձ թվում է պետք չէ։ Խոսում ենք զարգացումից, այսպեսի խաղ կա։ դա ձեր ժամանակ կա, որ այլևս չկա։ Ինտելեկտ է զարգացնում, համ ֆիզիկա ժամանակություն։ Իհարկե, ապա հաշվարկեինք, ինչքան է թռնում։ Մենք ինչպես նկատեցիք գրացինք մի ուրիշ մանկություն, որ ընդհանրապես համապատասխանում կատալիստների մանկությանը, այնպես որ մեր առաջարկն այսպեսին էր այս առավոտ, շնորհակալություն։ Իսկ որտեղ կարող ենք գտնել, ինչ սոցցանցերում։ Այո, մենք կանք բոլոր սոցհարթակներում, մասնավորապես Instagram-յան եւ Facebook-յան եւ իհարկե մեր Կատալիստ ակադեմիա, լատինատար եւ հայերեն։ Եվ իսկապես, եթե ուզում եք որ ձեր երեխաները հատուկ հմտություններ ձեռք բերեն եւ ամռան անցկացնեն այնպես, որ էլ ավելի լավ կհասկանան, որ աշունը լավ բան է եւ դպրոցն է լավ բան։ Ուրեմն գնացեք այդտեղ։ Իսկ հիմա լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։ Scorpions խմբի ամենահայտնի ռոք բալադը եւ միգուցե աշխարհի ամենահայտնի ռոք բալադներից մեկը հնչեց հետաքրքիր փաստ, որ առաջին անգամ ձայնագրվեց 84 թվականին, բայց Ռուդոլֆ Շենկերը գիտարահարը այս երաժշտությունը մեղեդին գրել էր 8 տարի առաջ եւ անդադ ընկերներին ասում էր տղեկ լավ երգ եմ գրել եւ ասում են չէ վատնա իսկ հիմա դարել է Այցեքարդ խմբի այո երաժշտության մասին դեռ կխոսենք այսօր անպայման իսկ հիմա գովաստ մեր եթերում